Այսպես։ Պարոն Հարությունյան, եւ ամփոփելով նաեւ համատեքստին անդրադառնալով, նայեք, զուգահեռաբար իշխանության տարբեր դերակատարներ, սկսած ԿՊ-ի քաղաքական հայր Նիկոլ Փաշինյանից վերջացրած իշխանամերձ սովորական ստատուս չի, կանդրադառնում են դեպքերին զուգահեռաբար, այսինքն կոնկրետ արձանագրումներով խախտելով անմեղության կանխավարկածը, սա ըստ ձեզ արդյոք նշանակում է ճնշում որոշում կատարողների վրա։ Այսօր կարդացել եմ ԿՊ-ական падգամավորներից մեկը, որ երբ դեռևս Միքայել Սրբազանը վեհարանում էր գտնվում, ստատուս էր գրել, թե հարցազրույց էր տվել, որ անպայման իհարկե կկալանավորվի։ Սիսակ Գաբրելյանը այդ դեպքին անդրադարձել է իմ գործընկեր Սերգեյ Հարությունյան, Բագրատ Սրբազանի պաշտպան Սիսակ Գաբրելյանը, չգիտես ինչի խափանման միջոցի փակ քննության, դատական քննության, ուրեմն ինչ-որ մանրամասներ էր հրապարակել, որոնք հետո պարզվեց իրականությանը չեն համապատասխանում, առաջի դեպքերը չեն, էլի, որ ԿՊ-ական падգամավորները կամ մի ոտք շուտ են իմանում ինչա տեղի ունենալու, կամ էլ այդ տեղի ունենալու process-ը երբ փակ քննության շրջանակներում է քրեադատավարական օրենսդրության շրջանակներում, տենց ինչ-որ հրաշքով իմանում են ինչ-որ աղբյուրներից։ Նիկոլ Փաշինյանն անգամ ժամկետ է տալիս 1 կամ 2 ամիս կալանք, իհարկե դաստիարակությունը ցույց չի տա, հա, այն ինչ ինքն էր գրել ասել, ամեն դեպքում ինքը 1 եւ 2 ամսվա մասին խոսում էր, ասում էր թե ինչու է օրինակ Սրբազանը վախենում դրանից, այսինքն ժամկետ էլ է տալիս։ Չէ, ես անկեղծ ասած հիմա զարմանում եմ, որ դուք զարմանում եք Սամվել Կարապետյանի դեպքից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստատուս է գրում, որ պետք է պետության համը բերանում մնա ու դրանից հետո տեղի ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ուրեմն քրեադատավարական լուրջ ներգործության միջոցի զուգորդմամբ, կալանքի զուգորդմամբ, ստատուսով ուրեմն քննչական կոմիտեին հանձնարարություն տալուց հետո ինձ թվում է պետքա ոչ մի բանից չզարմանանք այլևս։ Շնորհակալ ենք, որ Ես եմ շնորհակալ։